Дом Лютера стал приютом для многих, включая студентов и даже больных во время чумы. Լյութերի բնակարանը տունը դարձավ շատերի համար բացեց իր ունկալ դռները շատերի համար եւ մանավանդ այդ վարակի ժամանակները Это был большой дом, в котором много комнат, դա մեծ տուն էր որտեղ կար շատ սենյակներ и они пускали к себе арендаторов, ա, եւ люди, այնտեղ վարձակալությամբ էր տրվում, հա беженцев, люди, которые бежали от войны, от других городов. նաեւ այնտեղ կային փախստականներ ովքեր որ պատերազմից էին բրծել Они пускали с собой жить студентов, թույլատրում էին ապրել այն ուսանողներին ովքեր որ գալիս էին իրենց հետ и поэтому по вечерам, когда они садились кушать, там всегда была толпа народу. Եվ դրա համար, երբ որ նրանք երեկոյան նստում էին ընթրիքի, իրենց մոտ շատ մարդաշատ էր լինում։ У них было своих 6 детей, Նրանք իրենց սեփական 6 երեխաներ ունեին։ да, 2 дочки погибли от болезни. Երկու աղջիկները նրանց ցավոք սրտի մահացան հիվանդությունից, Да, и еще несколько детей они усыновили. եւ մի քանի երեխաներ էլ որդեգրեցին։ Лютер был отличным музыкантом и в совершенстве владел флейтой и гитарой. Լյութերը շատ լավ երաժիշտ էր եւ ֆլեյտա ու գիտար էր կարողանում նվագել։ И он хорошо пел. Եվ նաեւ շատ լավ երգում էր։ И для своих гостей, для своих детей у них представление было чуть ли не каждый вечер. Եվ իրենց հյուրերի համար, իրենց երեխաների համար կարելի ասել ամեն երեկոն մի ներկայացում էր։ Да, по вечерам собирались гости, слушали музыку в исполнении Лютера и слушали его мудрые речи. Եվ հյուրերը երեկոներին հավաքվում էին, որպեսզի լսեն երաժշտություն Լյութերի կատարմամբ եւ լսեն նաեւ իր քարոզները։ Для студентов это было так классно, что они приходили с тетрадками. Եվ ուսանողների համար դա այնքան լավ էր անցնում, որ նրանք անգամ գալիս էին տետրներով։ Это были как такие особые лекции, Դրանք շատ արտասովոր դասախոսություններ էին։ когда от профессора можно с ним обсудить любые вопросы, и он очень интересным образом все расскажет. Եվ սա մի միջավայր է, որտեղ կարելի է դասախոսի հետ քննարկել ցանկացած հարց եւ նա շատ հետաքրքիր կերպով կպատասխանի դրան։ И студенты его слова записывали в тетрадь. Եվ նրա ուսանողները իր խոսքերը գրանցում էին տետրերի մեջ։ У нас есть эта книга, сборник этих записей, называется «Разговоры за столом». Մենք ունենք այդ գիրքը, կոչվում է Սեղանի շուրջ խոսակցություն։ На столе всегда стояло пиво, Միշտ կարեջուր կար սեղանին, потому что Катерина Ван Бора, одна из ее работ была управление пивоварней. որովհետև Վանկորայի աշխատանքի մեջ մտնում էր գարեջրատան, հա, կառավարումը։ Они варили пиво и потом продавали его в городе. Նրանք եփում էին, պատրաստում էին գարեջուրը եւ հետո քաղաքով մեկ վաճառում էին։ Да, это как способ содержать такой большой дом. Այսինքն սա ինչ որ կերպ էր, որպեսզի կարողանային կենսունակ պահել այսպիսի մեծ տունը։ И поэтому на столе оно было всегда. Դրա համար միշտ սեղանին կար այդ գարեջրից։ И добавляло как бы еще определенную атмосферу в доме. Եվ նաև որոշակի միջավայր էր ապահովում տան մեջ։ Да, которая была очень теплой, очень приятной и веселой. Որը շատ ջերմ էր, շատ հաճելի էր եւ ուրախ էր։ Да, и Лютер оставался как бы на своей волне, и он участвовал в этих разговорах по-своему. Եվ Լյութերը մնաց այնպես ինչպես կար, մնում էր այդպիսին եւ շարունակում էր խոսակցություններին մասնակցել։ Да, я приведу буквально пару цитат, просто чтобы передать колорит. Ես մի քանի մեջբերումներ կանեմ, որպեսզի կոլորիտ ապահովեմ։ Один день он сказал: «Я удивляюсь, как человек еще не засрал весь мир прямо до небес».
Ա, ա, Նա ասում էր, ես զարմանում եմ, թե ինչպես ա, մարդը ամբողջ աշխարհը տակնու վրա չի արել, այսպես ասած, եթե Да. վերաձևակերպեմ։ Это обсуждая греховную природу человека. Սա այն ժամանակ էր, երբ որ նա քննում էր, քննարկում էր մարդու մեղավոր բնույթը։ В другой вечер он сказал такие слова. Մի ուրիշ երեկոյի ընթացքում այսպիսի խոսքեր էր ասել. Когда я просыпаюсь ночью, и дьявол уже тут и пытается спорить со мной, Երբ ես գիշերով արթանում եմ եւ արդեն չարը այստեղ է, ինձ մոտ է եւ փորձում է ինձ հետ վիճել, я пришел к такому выводу. ես այսպիսի մի եզրահանգման եկա. Когда аргумент, что христианин без закона и выше закона не помогает, Երբ որ այն փաստարկը, որ քրիստոնյան ազատ է օրենքից եւ բարձր է օրենքից, չի օգնում արդեն, я немедленно прогоняю его от себя пердением. ես հոտ հանելով իրեն ուղակի վռնդում եմ։ Да. То есть это как бы в таком ключе. Это богословские обсуждения, но они очень неформальные. Այսինքն տեսեք տոնը ինքը աստվածաբանական է, բայց քանի որ ոչ պաշտոնական է, այսպիսի հետաքրքիր տոն է հաղորդվում։ И студенты это время очень ценили, очень любили. Եվ այդ ժամանակ ուսանողները շատ գնահատում էին, շատ սիրում էին։ Да. Значит, как Мартин Лютер изменил мир? Հիմա ասենք նրան, թե ինչպես է Մարտին Լյութերը փոխել աշխարհը։ Он возродил учение об оправдании верой. Նա վերահանեց, վերածնունդ տվեց այն ուսմունքին, որը մենք կոչում ենք հավատքով արդարացում։ Это учение четко было у Августина и у других отцов церкви. Այս ուսուցումը շատ հստակ կերպով արտահայտված էր Օգոստինոսի եւ եկեղեցու այլ հայրերի մոտ։ Просто церковь про это забыла. Ուղղակի եկեղեցին դրա մասին մոռացել էր։ Он вернул авторитет Библии на свое место. Հետո նա վերադարձրեց Աստվածաշնչի հեղինակությունը իր տեղը։ Он ограничил правительственную власть. Նա կրճատեց հայկական իշխանությունը։ Да, то есть вот это понимание, что человек крайне грешен, Այսինքն այն հասկացողությունը, որ մարդը ծայրահեղ փչացած է, մեղավոր է, что человек глубоко в своей душе склонен ко злу. որ մարդը իր հոգու խորքում հակված է մեղքին, Да, он приведет к образованию западных государств, կբերի արևմտյան այդ պետությունների կազմավորմանը, где власть ограничена, власть убирают из рук одного человека. որտեղ իշխանությունը սահմանափակ է եւ վերծված է մի մարդու ձեռքի միջից, այսինքն իշխանությունը մի մարդու չի պատկանում։ Ответственности правительственные распределяются по разным органам. Եվ պատասխանատվությունը ու ուժը տարածվում է մի քանի օրգանների, այսինքն։ И современный президент уже ответственный перед народом и ответственный перед своим парламентом. Եվ մեր օրերի այդ նախագահը արդեն պատասխանատու է թե խորհրդանի արչև եւ թե ժողովրդի արչև։ Да. Он утвердил священство всех верующих. Նա հաստատեց բոլոր հավատացյալների քահանայությունը։ Да, это тоже было полностью утрачено в средние века. Եվ միջնադարում դա էլ մոռացված վարդապետություն էր։ Лютер сделал современный либерализм возможным. Լյութերը դարձրեց մեր օրերի ազատականությունը, լիբերալիզմը հնարավոր։ Это понятия такие, что есть свобода совести, демократия, права человека, это все исходит отсюда. Դա մեր օրերի այն հասկացողությունների ծնունդ էր, որոնցից էին մարդու խղճի ազատությունը, ժողովրդավարությունը։ Он укоренил святость всякого труда.
Նա ամրացրեց այն հասկացողությունը, որ բոլոր աշխատանքը, այսինքն ամեն աշխատանք սրբազան է, այսպես ասած։ Да, то есть феодализм построен по пирамиде. Այսինքն ֆեոդալական հասարակարգը բուրգի կերպով է կառուցված։ Сверху папа римский, Վերևում Հռոմի պապն է, под ним принц, իր ներքևում արդեն գալիս է արքայազնը, потом всякие разные герцоги, всякие разные հետո տարբեր правители, դքսեր, տարբեր կառավարիչներ, потом всякие разные священники, монахи. հետո տարբեր քահանաներ, հոգևորականներ, վանականներ, И в самом низу, в полурабском состоянии, крепостной. եւ հետո արդեն Բերթաքաղաքի բնակիչները արդեն կիսաստրկական վիճակում, կարգավիճակում И в средние века вот это есть разделение: грязный труд и чистый труд. եւ միջնադարում կար այդ բաժանումը կեղտոտ աշխատանք, մաքուր աշխատանք, Да, то есть, что работа руками — это грязная работа, а вот работа головой или работа ручкой — это чистая работа. այսինքն այն գաղափարը, որ ձեռքերով աշխատելը դա կեղտոտ աշխատանքն է, իսկ գլխի աշխատանքը դա արդեն մաքուր ջանքն է։ Это осталось еще от греков. Դա դեռ հույներից էր մնացել։ Да, то есть в Греции весь смысл жизни был стать философом. Այսինքն Հունաստանում կյանքի ամբողջ իմաստը կանում է նրանում, որ մեկը դառնար փիլիսոփա, Потому что философ сидит и думает о жизни, он уже не работает. որովհետև փիլիսոփան նստում եւ մտածում է կյանքի մասին եւ արդեն չի աշխատում։ Да, Лютер эту пирамиду рушит. Он говорит: нет, в глазах Бога у нас есть ответственность, и мы должны ее исполнять. Եվ Լյութերը դա քանդում է, ասում է, ոչ մենք Աստծո աչքերի առջև ունենք պատասխանատվություն եւ մենք այդ գործը պետք է գլուխ բերենք։ И эта ответственность — святое призвание. Եվ այդ պատասխանատվությունը սուրբ կոչում է։ Святое призвание не может быть грязным. Սուրբ կոչումը չի կարող լինել կեղտոտ։ То есть призвание пахать может быть от Бога, и оно может быть святым, и оно не может быть грязным по определению. Այսինքն թեկուս տանր աշխատանքը բանվորական աշխատանքի մասին է խոսքը, այդպիսի գործ անելն էլ չի կարող համարվել կեղտոտ աշխատանք, որովհետև մարդը կատարում է Աստծո կողմից կանչվածը, այն ինչ որ պետք է անի։ Это дает толчку образованию такого понятия, как протестантский труд. Եվ դա տալիս է արդեն զարգ այն հասկացողությանը, որը կոչվում է բողոքական աշխատանք։ Еще называется протестантская рабочая этика. Կամ այլ кերպ անվանվում է բողոքական աշխատանքային էթիկա։ То есть работайте так, старайтесь так, как будто вы работаете не на начальника, а для самого Бога. Այսինքն աշխատեք այնպես, կարծես ոչ թե դուք աշխատում եք տնօրենի մոտ, այլ աշխատում եք Աստծո համար։ Да, сегодня все самые богатые страны, там из 20, 19 из них протестантские. Այսօր сколько, извиняюсь։ И из 20, 19 из них, по-моему, протестантские. Այսօր իմ կարծիքով 20-ից 19 տնտեսապես զարգացած երկրներից, հարուստ երկրներից 20-ից 19 բողոքական են։ Да, то есть количество богатства на душу населения, когда много протестантов, оно очень становится высоким. Այսինքն մի հոգու գումարի հարստության այդ չափը ավելի բարձր է շնչականակի վրա այն երկրներում, որտեղ որ գերակայող մեծամասնությունը բնակչության գերակշռող մեծամասնությունը բողոքական է։ Да, Мартин Лютер осветил брак. Մարտին Լյութերը սրբագործեց ամուսնությունը։ То есть у отцов церкви секс — это как животная необходимость. Այսինքն եկեղեցու հայրերի мот սեքսը որպես կենթանական բնազդային, բան է։ Это как приходится делать, чтобы просто рожать детей. Այսինքն պետք է դառնել ուղակի որ երեխաներ ծնվեն։ Да, Мартин Лютер создает богословие отношений в браке, что близкие отношения с женой — это благо, это очень хорошо.
Եվ Մարտին Լյութերը այնպիսի մի աստվածաբանություն է առաջ բերում, որ այդպիսի հարաբերությունները ամուսնու եւ կնոջ միջև ընտանիքում դրանք լավ են, դրանք օրհնված են։ И он это выражает не только в учении, он еще дает очень хороший пример христианской семьи сам. Եվ նա ոչ միայն դա ուսմունքի տեսքով է ասում, այլ նա հենց ինքը իր ընտանիք կազմելով օրինակ է, իր ընտանիքը պահելով օրինակ է հանդիսանում։ Да, и я хотел еще привести такой пример с британской монеты. Եվ ես նաև ուզում եմ այսպիսի մի օրինակ բերեմ բրիտանական մետաղադրամով։ Да, посмотрите с правой стороны, видите, тут есть на латыни такой feed def. Տեսնում եք այս աջ կողմը, որ գրված է լատիներով feed def с правой стороны монеты. Մետաղադրամի աջ կողմից։ Это один из титулов британского монарха. Սա բրիտանական միապետի կոչումներից մեկն է։ Этот титул называется Fidelis Defensor. Այս կոչումը անվանվում է Fidelis Defensor, то есть защитник веры. Այսինքն հավատի պաշտպան։ Его первым получил Генрих VIII. Առաջինը այսպիսի կոչում ստացել է Հենրիխ 8-րդը։ Потому что ему нужен был очередной развод от Папы Римского. Որովհետև ինքը հերթական բաժանությունն էր ուզում Հռոմի պապից։ И когда началась реформация, он открыто выступил против Мартина Лютера. Եվ դրա արդյունքում, երբ որ սկսվեց բարեկարգությունը, նա բացահայտորեն դեմ խոսեց Մարտին Լյութերին։ И Папа Римский за то, что он защищал церковь, он подарил титул «Защитник веры» Генриху VIII. Եվ այն բանի համար, որ նա պաշտպանեց եկեղեցին, Հռոմի պապը իրեն տվեց այս տիտղոսը հավատի պաշտպան։ И с тех пор монарх британский сегодня до сих пор имеет этот титул. Եվ մինչև օրս բրիտանական միապետը ունի այս տիտղոսը։ Но это знак того, как сильно Мартин Лютер повлиял на Англию. Եվ սա նշան է այն բանի, թե ինչ մեծ ազդեցություն է Մարտին Լյութերը ունեցել Անգլիայի վրա։ Да, потому что хотя как бы монарх защитил Англию от Мартина Лютера, от учения реформации. Որովհետև չնայած այն բանին, որ միապետը պաշտպանում էր Անգլիան բարեկարգությունից, Մարտին Լյութերից։ На самом деле история Англии полностью поменялась из-за реформации. Իրականում Անգլիայի պատմությունը ամբողջովին փոխվեց բարեկարգության պատճառով։ И он отпечатался на лице страны буквально. Եվ նա մնաց այդ երկրի դեմքը որպես Что когда приходит к власти новый монарх, мы снова вспоминаем Мартина Лютера. Եվ որ ամեն անգամ, երբ որ нոր դեմք է, нոր միապետ է բարձրանում, մենք իր միջոցով, այսպես ասած, հիշում ենք Մարտին Լյութերին։ Да, он преподнес за свою жизнь около 3000 проповедей. Նա իր կյանքի ընթացքում մոտավորապես 3000 քարոզ է արել։ Он знал наизусть очень много писаний. Նա անգիր շատ սուրբգրային հատվածներ գիտեր։ И когда он стал профессором, он публиковал что-то новое каждые 2 недели. Եվ երբ որ դարձավ պրոֆեսոր, ամեն 2 շաբաթը մեկ մի նոր բան հրատարակում էր։ То есть объем его производительности сопоставим с энциклопедией Британикой. Այսինքն իր այդ թողարկելու մասշտաբը энциклопедия Британикայի հետ համեմատելի է։ 80 томов. 80 տոմ, հա, 80 աշխատություն է գրել։ То есть это целая полка библиотеки, полностью. Այսինքն 80 հատոր ստացվում է մի գրադարանի մեծ մի առանձին հատված։ Да, и это где-то в 40 раз больше, чем обычный писатель пишет за свою жизнь.
Եվ սա մոտավոր 40 անգամ ավելի մեծ թիվ է, ավելի շատ է, քան սովորական միջին վիճակագրական գրողը իր ամբողջ կյանքի ընթացքում գրում է։ Да, но еще нужно помнить, что это еще литература высокого качества, Նաև այս ամենին գումարած պետք է հիշել, որ սա բարձր որակի գրականություն է, которая актуальна сегодня тоже. որը այսօր էլ արդիական է։ В 1528 году он написал известный гимн «Ein feste Burg». Это 1527 թվականին նա գրեց իր ամենահայտնի հիմնը Ein feste Burg-ը։ Да, это крепкая башня наш Господь. Դրա թարգմանությունը հետևյալն է՝ մեր Տերը ամուր աշտարակ է։ И он написал многие другие гимны. Եվ նա շատ ուրիշ հիմներ էլ է գրել։ И он их ставил на народную музыку. То есть он ходил и слушал, что люди поют в кабаках, например, и потом писал христианские слова для народных песен. Եվ նա սրանք հարմարեցրեց ժողովրդական երաժշտությանը, ոճին, այսինքն ինքը գինետներով շրջում էր, տեսնում էր մարդիկ ինչ են լսում, ժողովուրդը ինչ է լսում, եւ նմանատիպ այդ երաժշտությունների տակ ինքը բառեր էր գրում քրիստոնեական։ Его гимны поют до сих пор. Իր հիմները մինչև օրս երգում են։ Даже в наших церквах, то есть в баптистских церквах есть обычно 10-12 гимнов, переведенных с немецкого Лютера. Այսինքն անգամ մեր մկրտական եկեղեցիներում էլ 10-12 երգ գերմաներենից թարգմանած ունենք Լյութերի գրվածներից։ Да, важно понимать, что Лютер не хотел, чтобы церковь называлась его именем, лютеранская церковь. Կարևոր է իմանալ, որ Լյութերը չէր ուզում, որ եկեղեցին իր անունով անվանվի, այսինքն լյութերական եկեղեցի լինի։ Он считал это неправильным. Նրա կարծիքով դա ճիշտ չէր։ То есть его церковь называлась немецкая церковь. Այսինքն ուզում էր, որ իր եկեղեցին անվանվեր գերմանական եկեղեցի։ Лютеранами их называли католики, потому что папа так обозвал их в документе. Իրենց լյութերական սկսել են անվանել այն բանից հետո, երբ Հռոմի պապը ուղղակի փաստաթղթի մեջ իրենց այդպես է անվանել։ Да, из более известных произведений Лютера, да, вы просили вчера список, я сейчас перечислю самые известные его работы. Լյութերի ամենահայտնի աշխատություններից ցուցակի 3 խնդրել, ես հիմա կդնեմ։ Да, крестьянскому дворянству немецкой нации. Ահա այդ ցանկը։ О Вавилонском пленении церкви. Բաբելոնական գերության մասին եկեղեցու, О свободе христианина. քրիստոնեի ազատության մասին, Да, перевод Библии на немецкий язык. Աստվածաշնչի թարգմանությունը գերմաներեն, И его произведение о рабстве воле – это полемика против Десидерия Эразма. եւ կամքը կապանքի տակ, որը իր պոլեմիկայի ոճի աշխատանքն է, Էրասմոս Ռոտերդամցու դեմ եւ նրա աշխատանքին։ Да, это считается его лучшим богословским трудом. Սա համարվում է նրա լավագույն աստվածաբանական աշխատությունը։ Он умер в Айслейбене в 1546 году. Նա մահացավ 1546 թվականին Այսլեբենում։ Да, и его жизнь можно суммировать такой цитатой. Եվ իր կյանքը կարելի է այսպիսի մի մեջբերումով իմի բերել։ Труды монахов и священников, какими бы тяжкими и святыми они не были, վանականների ու սուրբերի ջանքերը ինչքան էլ որ դժվար եւ ծանր եւ սրբազան լինեն, ни на йоту не отличаются в глазах Бога от трудов крестьянина в поле или женщины, работающей по хозяйству. Դրանք ոչ մի բանով, ոչ մի յոտայով չեն տարբերվում Աստծո աչքերի մեջ սովորական գյուղացու աշխատանքից եւ դաշտում գտնվող կնոջ աշխատանքից, ով զբաղվում է տնտեսությամբ։ Он не считал себя великим человеком. Նա իրեն չէր համարում մեծ մարդ, այսպես որպես տիտղոս մեծ։ Он не считал себя великим богословом даже.
Նա անգամ իրեն չէր համարում մեծ աստվածաբան։ Про себя он думал, что он пастырь, который старается быть верным. Իր մասին ինքը կարծիք ուներ այսպես, որ նա ուղղակի հովիվ է, ով փորձում է լինել հավատարիմ։ И пастырь, которого первая ответственность– это защита душ, которые Бог ему доверил. Եվ նա հովիվ է, որի առաջնային պատասխանատվության մեջ մտնում է այն հոգիների պաշտպանությունը, որոնց Տերը իրեն վստահել է։ И он больше всего старался именно для этого узкого круга людей, для своих прихожан и для своих студентов. Եվ նա առաջին հերթին ջանացել է հենց այդ նեղ շրջանակի համար, իր եկեղեցու անդամների համար եւ իր համալսարանի ուսանողների համար։ И в первую очередь для своих детей. Եվ առաջին հերթին իր երեխաների համար։ У нас есть письма, которые он писал своим детям. Մենք ունենք իր նամակներից, որոնք ինքը գրել է իր երեխաներին։ И мы видим, что у него были очень хорошие отношения со своими детьми. Եվ մենք այդ նամակներից կարող ենք տեսնել, որ նա շատ լավ հարաբերությունների մեջ էր իր երեխաների հետ։ То есть, когда вы его вспоминаете, я думаю, что нужно его как бы уважать и вспоминать его так, как он хотел, чтобы его помнили. Եվ ես կարծում եմ, որ երբ իրեն հիշում ենք, պետք է իրեն հարգենք եւ հիշենք իրեն այնպես, ինչպես ինքն է ցանկացել, որ իրեն հիշենք։ И он хотел, чтобы его помнили пастором своего дома и пастором своей церкви. Եվ նա ցանկանում էր, որ իրեն մարդիկ հիշեն որպես հովիվ իր տան վրա, հովիվ իր եկեղեցու վրա։ Да. Есть какие-то вопросы по жизни Мартина Лютера? Մարտին Լութերի կյանքի կապված հարցեր կան։ Այդ երեխաների ցիտատան ուրա, որ ինքը գրել է, ունի դասախոսը իր մոտ։ Откуда мы можем смотреть эту цитату про детей? Есть такая отдельная книга или Да, ну, есть вот этот крупный сборник «Труды Лютера». Կայդպիսի մի հավաքածու անունը Լյութերի աշխատություններն է։ Его, по-моему, даже полностью не перевели на английский, потому что это очень много книг. Не перевели? Угу. До сих пор. Եվ ինչքանով որ ես տեղյակ եմ, անգամ չեն էլ միջև վերջ թարգմանել անգլերեն, որովհետև շատ մեծ աշխատություններ են քանակով։ Да, я уже «Жизнь Лютера» преподавал, наверное, раз 6 или 7. Ես արդեն Լյութերի կյանքը դասավանդել եմ երևի 6-7 անգամ։ Я каждый раз нахожу какую-то интересную цитату о нем. Եվ ամեն անգամ ես մի հետաքրքիր մեջբերում եմ գտնում իր մասին։ И вписываю ее в конспект. Եվ իմ ձեռնարկի մեջ անցկացնում եմ։ Да, то есть если вам интересно, где конкретно я туда стал, я могу ее найти. У меня где-то есть. Եթե կոնկրետ հետաքրքիր եթե ես որտեղից եմ դա գտել, կարող եմ ձեզ ասել, գտնել ասել։ Իսկ հիշում եմ մոտավոր ինչ ասել, բառացի չէ, բայց մոտավոր ինչ ցիտատ եղել երեխաներին։ Իսկ приблизительно можете вспомнить, как выглядела эта цитата? Что он написал его детям? То, что он своим детям написал, письма, да, нужно будет посмотреть, я по памяти так не вспомню. Ուղղակի նայումս Լյութերի կյանքը իր քարոզաբանությունը, աշխատանքը, պայքարը, այդ գերառումները, դասերը, ասում ես կարող է մի պահ կանգ առնենք, էլի մի 10 տարի հետո նոր քարոզենք։ Ես իմ պահով եմ ասում, էլի, հենց շուտ չի ասում եմ, որ մենք քարոզում ենք։ Порой, когда смотрю на жизнь, работу, труды, все, что Лютер делал, задумываюсь, не рано ли мне проповедовать, не стоит ли мне подождать хотя бы, не знаю, например, 10 лет, потом начать уже. Жизнь коротка. Кянка карты. Да, и когда Бог вам дает людей, Он вводит их в вашу жизнь. Он ожидает, что вы будете говорить истину от Него этим людям. Да, и что вы будете говорить эту истину себе. Да, и на самом деле самое большое служение, которое вы произведете людям, обычно это не то, что вы говорите с кафедры.
կլինի մարդկանց չի լինի մարդկանց այն թե ինչ դուք կասեք ամբիոնից Они все равно забывают через 2 дня, что вы сказали. նրանք միևնույն է երկու օր հետո մոռանում են թե դուք ինչ եք ասել Но они помнят, как вы жили. բայց նրանք հիշելու են թե դուք ինչպես եք ապրել И они больше всего помнят пример вашего поведения. եւ նրանք ամենաշատը հիշում են ձեր պահվածքի օրինակները Да, поэтому Лютер, он имел такой эффект не потому, что он правильные вещи сказал. պատամու или не պատամու Не потому. Դրա համար այսպեսի մի միտք ասեմ որ լյութերը չի ունեցել այդ էֆեկտը որ ունեցել է որովհետեւ ճիշտ բաներ է ասել Потому что он был близкий к Богу, այլ որովհետեւ նա Աստծուն մոտ էր потому что никто не смог его сломать, որովհետեւ ոչ ոք չէր կարող իրեն կոտրել и потому что он давал хороший пример. եւ որովհետեւ նա լավ օրինակ էր տալիս Да, поэтому это самое главное. որ դրա համար սա ամենակարևորն է Да, а в плане проповедей, когда вас приглашают, соглашайтесь, но просто помните, что это не самое главное. երբ ձեզ հրավիրում են համաձայնվեք քարոզելու մասն է խոսքը բայց հիշեք որ դա չի ամենակարևորը Ես ինչ որ ասում եմ, կիսա հումորով եմ ասում, եթե բան ես ասում փակա միկրոֆոնը Հա ջան, եթե բան է իր ասում փակա միկրոֆոնը հա չէ, հայ եղբորն է ասում։ ուղղակի անց կյանքից շատ բան կա սովորելու էլի։ Իրոք շատ բան։ Много чего можно учиться и есть чему учиться из жизни этих людей. Хорошо, я тогда буду включать следующую презентацию про Цвингли. Լավ, ուրեմն ես իմ հաջորդ ներկայացումը կմիացնեմ արդեն Ցվինգլիի մասին։ Ульрих Цвингли. Так, и... Ульриха Цвингли можно считать одним из столпов магистерской реформации. Ցվինգլին կարելի է համարել սյուներից մեկը մագիստրալ բարեկարգության։ Но на самом деле его очень тяжело категоризовать. Բայց իրականում իրեն շատ դժվար է դնել դասակարգության մեջ։ Он где-то посередине между анабаптистами и между Лютером. Նա կարծես լինի մեջտեղում ամերամկրտականների ու լյութերի։ И его жизнь можно назвать большим количеством противоречий. Եվ կարելի է իր կյանքը անվանել կյանք լի մեծ հակասություններով։ Видите, что его годы почти полностью пересекаются с годами жизни Мартина Лютера. Տեսնում եք, որ իր կյանքի տարիները համարյա ամբողջությամբ հատում են Մարտին Լյութերի կյանքի տարիները, համապատասխանում են։ Он был швейцарским гуманистом, философом, богословом, реформатором и пастырем. Նա շվեյցարացի հումանիստ էր, փիլիսոփա, աստվածաբան, բարեկարգյալ եւ հովիվ։ Он очень много путешествовал по Европе и получил отличное образование. Նա շատ էր ճամփորդել Եվրոպայով մեկ եւ ստացել էր շատ լավ կրթություն И развил свои реформаторские взгляды независимо от Лютера. եւ իր բարեկարգյալ հայացքները զարգացրել էր անկախ Լյութերից։ Да, Швейцария тогда была особенным местом. Շվեյցարիան այդ պահին յուրահատուկ տեղ էր։ Это гористая местность. Առաջին հերթին լեռնային տարածաշրջան էր։ И она состоит из около 12 кантонов. Եվ դա բաղկացած էր մոտ 12 Кантонов. Кантон, так и называется, швейцарский кантон. 12 կանտոններից էր բաղկացած։ То есть что такое кантон? Այսինքն ինչ է այդ կանտոնները։
Это древнегреческая модель правления. Դա какой? Древнегреческая. Դա հին հունական կառավարական մոդել է։ Кантон — это один большой город и близлежащие территории. Դա այսպեսի մի քաղաք է, հա, մոտակա շրջաններից И в этих городах правит городом совет. եւ այդ տեղանքներում քաղաքին խորհուրդն էր իշխում։ У них нету общего правительства, нету швейцарского короля. Այսինքն չունեն իրենք ընդհանուր կառավարություն, չունեն շվեյցարական թագավոր, Нету общего швейцарского органа управления. չունեն շվեյցարական կառավարական օրգան համակարգ։ Они полностью независимы, и они только объединяются, когда есть угроза внешняя. Եվ նրանք ամեն բանում անկախ են եւ միայն միանում են համախմբվում են այն բանի պարագայում, երբ լինում է արտաքին վտանգ։ А так, потому что они с разных сторон в горах, они разные строят торговые отношения. Իսկ այնպես, քանի որ իրենք սարերում տարբեր դիրքեր են զբաղեցնում, հետաբար կառուցում են տարբեր առևտրական հարաբերություններ։ И они заключают альянсы свои с своими соседями, независимо от других кантонов. Եվ իրենք մյուս կանտոններից անկախ իրենց հարևանների հետ հարաբերություններ են հաստատում։ Помните, что Жан Кальвин был пастырем в Женеве. Հիշում եք, որ Ժան Կալվինը Ժնևում էր հովիվ։ Женева — это швейцарский кантон. Եվ Ժնևը դա շվեյցարական կանտոններից մեկն էր։ Да, он не смог бы, ему не разрешили бы быть реформатором во Франции. Նրան թույլ չեն տվել լինել բարեկարգյալ Ֆրանսիայում։ Он бежал из Франции, из Парижского университета, потому что протестантов репрессировали. Նա Փարիզի ինստիտուտից փախել է, որովհետև բողոքականներին ճնշում էին։ А Женева его приняла, потому что Женева была местом, куда все бежали. Բայց եւ Ժնևը իրեն ընդունել է, որովհետև Ժնևը այն վայրն էր, որտեղ որ բոլորը փախնում էին։ И как Кальвин был номер один пастором Женевы, так Ульрих Цвинкли стал номер один пастырем Цюриха. Եվ ինչպես որ Կալվինը Ժնևի համար 1 հովիվն էր, այնպես էլ Ցվինգլին համար 1 հովիվն էր Ցյուրիխի։ И с одной стороны, у него взгляды очень похожие на Кальвина, с другой стороны, он гораздо более радикальный. Եվ մի кողմից իր հատկները շատ նման են Կալվինին, իսկ մյուս կողմից նա շատ ծայրահեղական է։ Значит, одно из таких ярких отличий — это то, что он сократил хлебопреломление до 4 раз в году. Եվ առաջինը դա այն էր, որ նա հաղորդությունը կրճատեց մինչև տարին ընդամենը 4 անգամի։ Потому что он считал, что хлебопреломление, что тайное вечернее, это просто символ. Նրա համար որ նա ուղղակի մտածում էր, որ հաղորդությունը ուղղակի այդ խորհրդավոր ընթրիքը ուղղակի սիմվոլ է, խորհրդանիշ է։ Что нету никакого присутствия Иисуса в хлебе или в вине. Որովհետև մտածում էր, որ ոչ մի ներկայություն էլ չկա Հիսուսի հացի եւ գինու մեջ։ И из-за этого у него был неизлечимый конфликт с Лютером. Եվ դրա համար էլ նա ուներ ամբուժելի մի այսպիսի հակամարտություն, կոնֆլիկտ Լյութեր։ С точки зрения Лютера нельзя менять эту доктрину никоим образом, потому что он очень четко видел у церковных отцов, что там настоящее присутствие Христа в хлебе и в вине. Ըստ Լյութերի չէր կարելի այդ վարդապետությանը ձեռք տալ փոխել, որովհետև նա տեսնում էր շատ հստակ եկեղեցու հայրերի մոտ, որ նրանց մոտ այս վարդապետությունը հստակ էր Քրիստոսի ներկայության։ Да, к удивлению, что мало сегодня церквей говорят, что они наследники Ульриха Цвингли. Իզարմանս շատ եկեղեցիներ, ովքեր որ իրենց համարում են Ցվինգլիի հետևորդ եկեղեցիներ, Но его отношение к хлебопреломлению сегодня самое распространенное.
Извиняюсь, можно эта мысль еще раз? Да, его отношение к хлебопреломлению, что хлебопреломление Нет, это до просто этого, до символ. этого. Ага. Ну, что мало церквей говорят, что они свое вероисповедание взяли от Цвингли. Okay. Այսօրվա մեր իրականության մեջ քիչ եկեղեցիներ կան, որոնք որ ասում են, որ իրենց հավատամքը վերցրել են Ցվինգլիից, բայց չնայած դրան, որ քիչ են այդպես ասողները, Ցվինգլիի տեսակետը հաղորդության հետ կապված, որ չկա Քրիստոսի ներկայություն, այն ուղղակի սիմվոլ է, շատ եկեղեցիներում է ընդունված։ Мгм. Я Ну, все среди... перевел, без смысл. Да, и сегодня у протестантов его позиция самая распространенная. Եվ այսօր բողոքականների մոտ իր տեսակետը այս հարցի շուրջ ամենատարածվածն է։ Мгм. Да, вот гравюра с его изображением. Ահա տեսնում եք պատկերը իր նկարով։ Да. Он особо подчеркивал важность священного писания. Նա հատուկ կերպով ընդգծում էր Սուրբ գրքի կարևորությունը։ Он очень много переписывался с Эразмом и даже один раз с ним встретился. Նա շատ էր նամակագրության մեջ մտնում Էրասմոսի հետ, մի անգամ էլ տեսնվել է։ И он стал открыто в Цюрихе проповедовать против наемничества. Եվ սկսեց Ցյուրիխում բացահայտ քարոզել վարձկանների դեմ։ Когда Цюрих был поражен чумой, он остался в городе, чтобы помогать лечить других, и сам чуть не умер от чумы. Երբ որ այդ ճուման, այդ վարակը տարածվեց Ցյուրիխով մեկ, նա մնաց այնտեղ քաղաքում եւ համարյա եւ վարակվեց եւ համարյա մահանում էր 1519 թվականին։ Да, значит, что там была за ситуация с наемничеством? Եկեք հասկանանք ինչ իրավիճակ էր վարձկանների հետ կապված։ Швейцария была необычным местом. Շվեյցարիան դա անսովոր վայր էր։ Ее было очень тяжело завоевать. Շատ դժվար էր գրավել։ Были попытки разных государств завоевать Швейцарию, и они почти всегда заканчивались полным провалом. Տարբեր պետություններ փորձել էին շատ հաճախ գրավել Շվեյցարիան եւ այդ բոլոր փորձերը ավարտվել էին ձախողմամբ։ Потому что швейцарцы оказались очень хорошими солдатами. Որովհետեւ շվեյցարացիները շատ լավ զինվորներ էին։ Вот почему у них это получалось, я расскажу завтра. Ինչի համար իրենց մոտ դա ստացվում էր, ինչ կերպ է ստացվում, ես վաղը կպատմեմ։ Но у них просто появилась такая репутация, что это элитные войска, что это самые лучшие солдаты Европы. Բայց հիմա իմացեք, որ նրանք ունեին համբավ, որ նրանք ամենաէլիտար բանակն էին Եվրոպայում։ Их все боялись. Իրենցից բոլորը վախենում էին։ То есть на одного швейцарца это все равно, что 4 рыцаря другого типа. Այսինքն մի շվեյցարացի զինվորականին պատկերացրեք համեմատում էին 4 ասպետի հետ։ Да, вы когда-нибудь видели личную охрану Папы Римского сегодня? Տեսել եք երբևիցե այսօր Ռոմի Պապի անձնական թիկնազորին։ Да? Я сейчас просто введу в Google вот эти ребята. Личная охрана Папы Римского называется швейцарская охрана. Ահա այս տղաներն են Ռոմի Պապի անձնական թիկնազորը անվանվում է հենց այդպես շվեյցարական պաշտպաններ։ Сегодня они немножко одеты как клоуны. Այսօր այս թիկնապահները ինչպես կրկեսի ծաղրածուներն են հագնված։ То есть такое очень красочное одеяние. Այսինքն գունավոր է շատ նրանց հագուստը։ Но именно в эпоху реформации Папа Римский стал нанимать их. Բայց հենց բարեկարգության դարաշրջանն էր, որ Ռոմի Պապը սկսեց արդեն իրենց վարձել։ Потому что это самые лучшие воины. Որովհետև սրանք ամենալավ զինվորներն էին։ И потому что они очень надежные. Եվ որովհետև իրենք շատ վստահելի էին։ Значит, какая проблема, что
принцы Европы постоянно воюют друг с другом. Եվ այսպիսի խնդիր կար, որ Եվրոպայի արքայազները միշտ մեկը մյուսի հետ պատերազմում էին И они нанимают для себя наемников, это стандартная вещь, то есть большой процент армии наемники. եւ երբ որ նրանք պատերազմում էին, իրենց բանակի մեծ մասը վարձկաններ էին, այսինքն դա սովորական բան էր։ И, конечно же, они хотят нанять самых лучших, самых элитных наемников. Եվ иհարկե նրանք կցանկանային վարձել ամենալավ, ամենապատրաստված վարձկաններին։ И очень часто получается так, что Франция наняла швейцарцев и Англия наняла швейцарцев. Եվ շատ հաճախ այսպես է լինում, որ համ Ֆրանսիան, համ Անգլիան վարձում էին շվեյցարացիներին։ С двух разных кантонов. Երկու տարբեր կանտոններից։ И на поле боя, получается, выходят Франция и Англия друг против друга. Եվ ստացվում է, որ դուրս էին գալիս ռազմի դաշտ Ֆրանսիան եւ Անգլիան մեկը մյուսի դեմ։ А сражение начинается с того, что они смотрят, как швейцарцы бьют друг друга. Եվ իսկ կռիվը սկսում է նրանից, թե ոնց են նրանք նայում, թե ինչպես են շվեյցարացիները մեկը մյուսին սպանում։ И такое часто бывало, что оказывалось, что родственники друг против друга. Եվ շատ հաճախ պատահում էր այնպես, որ բարեկամը բարեկամի դեմ էր լինում։ Да, это была очень распространенная проблема. Այո, սա շատ տարածված խնդիր էր։ Цвингли об этом знал, и он стал открыто об этом проповедовать. Ցվինգլին դրա մասին գիտեր եւ դրա համար սկսեց բացահայտորեն քարոզել դրա մասին։ Помните, мы уже говорили, что в радикальных элементах реформации образуется пацифизм. Հիշում եք, երբ որ մենք խոսում ենք այն մասին, որ ծայրահեղ բարեկարգության շրջանակներում ձևավորվում է հենց այդ պասիֆիզմը, խաղաղարարությունը։ И эти войны, они распространяли пацифизм, потому что люди переживали ужас войны. Եվ այս պատերազմները տարածում էին պասիֆիզմը, որովհետև մարդիկ վախենում էին պատերազմի սարսափից։ Но в Швейцарии этот ужас войны, он еще преломлялся по-другому, и он еще не проходил никогда. Իսկ Ֆրանսիայում դա դեռ չէր անցել։ Потому что всегда где-то война. Որովհետև միշտ ինչ-որ տեղ պատերազմ էր։ И если где-то война, значит, наняли наемников из Швейцарии, и они там воюют. Եվ եթե այդպես է, ուրեմն վարձել են արդեն շվեյցարացի վարձկաններ եւ նրանք միտեղ արդեն կռիվ են անում։ И каждую неделю в кантонах Швейцарии похороны. Каждую неделю. Եվ ամեն շաբաթ շվեյցարական կանտոններում տեսանելի էին թաղման արարողություններ։ И не важно, что в Европе где-то победа, где-то празднуют. Եվ կարևոր չի, որ Եվրոպայում ինչ-որ տեղ հաղթանակ է նշվում։ А в Швейцарии никогда не празднуют. В Швейцарии все время похороны. Շվեյցարիայում չի նշվում ոչ մի բան, որովհետև այնտեղ միշտ թաղումներ են իրականացվում։ Да, то есть это потом ситуация скажется на богословии. Եվ հետո այս իրավիճակը կանդրադառնա աստվածաբանության վրա նաև։ Да, у Цвингли было очень много странностей. Он был человек противоположностей. Նա շատ տարօրինակություններ ուներ Ցվինգլի մասնախոսքը։ Он сам был очень талантливым музыкантом, но запрещал музыку на богослужении. Նա ինքը երաժիշտ էր, բայց հոգևոր ծառայությունների ժամանակ, փառաբանության ժամանակ երաժշտությունը արգելում է։ Он забивал гвозди в духовые органы. Նա արգանի մեջ, երաժշտական գործիքի մեջ մեխեր անցկացրեց։ Он любил искусство, но он был иконокластом. Նա սիրում էր արվեստը, բայց իկոնոկլաստ էր։ Да, то есть он запрещал любого рода статуи, любого рода украшения в церкви. Այսինքն ինքը արգելում էր եւ դեմ էր ցանկացած տեսակի պատկերներին եւ արձաններին եկեղեցում, ձևավորումներին։ Также он тайно женился и скрывал этот факт 2 года. Եվ նաև նա թաքուն ամուսնանում է եւ
փաստը 2 տարի թաքուն է պահում։ Не совсем понятно, почему он это делал. Այդքան էլ մեզ հասկանալի չի, թե ինչի համար է նա դա անում։ Да, потому что брак — это великая радость, это великое благо, и он это скрывал. Որովհետև ամուսնությունը դա մեծ օրհնություն է, ուրախություն է, բայց նա դա թաքցրել էր։ И он проповедовал против насилия, он проповедовал против наемничества. Եվ նա քարոզում էր բռնության դեմ, վարձկանների դեմ, но погиб, защищая свой город в битве от католических швейцаров. բայց չնայած դրան նա մահանում է իր քաղաքը պաշտպանելու ժամանակ, երբ որ կաթոլիկ շվեյցարները հարձակվում են։ Да, то есть получается такая личность, пороховая бочка. Ասում եմ մի այսպիսի անհատականություն, որ կարելի է անվանել վառոդով, հա, վառոդով մի տարա, հա, անոթ։ Он вообще никуда не подходит. Այսինքն ինքը ոչ մի տեղ իրեն չի գտնում։ Он представитель как бы высшего класса. Նա կարծես թե վերնախավի ներկայացուցիչ չէ, но он гораздо более радикальный и часто выступает в конфликте с высшим классом. բայց նա շատ կոնֆլիկտային է եւ հակառակ իր դիրքով հանդես է գալիս շատ անգամ հենց վերնախավի դեմ։ Он поддерживает крестьянское восстание, и он как бы за народ. Եվ նա գյուղական ապստամբությունը աջակցում է, սատարում է, այսինքն նա ժողովրդի кողմից է, но он не ведет как бы популистской или народной политики. Он не сочетается с ними. բայց այսպես ասած ինքը չի համապատասխանում իրենց հետ։ Он проповедует против насилия, Նա քարոզում է բռնությանը դեմ, но он погибает в поле битвы. բայց մահանում է պատերազմի դաշտում։ Да, то есть, с одной стороны, очень странный человек, Մի կողմից շատ տարօրինակ մարդ էր, с другой стороны, многие эти противоположности остались в реформации и остались в наших церквах. եւ մյուս կողմից այդ հակասական լինելը բարեկարգությունից հետո շարունակվել է եւ մնացել է մեր եկեղեցիներում։ И поэтому он служит очень хорошим примером трудностей, с которыми сталкивались реформаторы вообще. Դրա համար նա ծառայում է որպես լավ օրինակ, այն որովհետեւ նա բախվել է շատ բարդությունների, ընդհանրապես բարեկարգության ժամանակահատվածի այդ բարդություններին։ И очень хорошим примером вызовов, связанных с решением и построением новых систем богословия. Եվ նա как, извиняюсь. Да, и с вызовами построения новых систем богословия. То есть как мы протестанты, как мы теперь будем жить. Եվ այս ամեն ինչը անդրադառնում է մեր վրա որպես բողոքականներ, թե ինչպես մենք պետք է կառուցենք մեր աստվածաբանությունը, ինչպես պետք է մենք ապրենք։ Да, и эти вызовы мы как раз-таки будем обсуждать завтра. Եվ այս բոլոր մարտահրավերները, որ մեր առաջ կանգնած են, մենք հենց սրանք կքննարկենք վաղը։ Хорошо. Есть ли у вас какие-то вопросы по введению в жизнь Цвингли? Շատ լավ, ունեք ինչ-որ հարցեր Ցվինգլիի կյանքի հետ կապված։ Ցվինգլը որքանով կապ ուներ հենց Լյութերի հետ։ Ներողություն։ Ցվինգլը Լյութերի հետ ինչ որ կապ ուներ, թե ուղղակի շարունակում էր իր ուսմունքը առանց իրա ճանաչելու, իսկ նրանց կապը որքանով էր։ Была ли связь между Ульрихом Цвингли и Мартином Лютером? Да, была. Они даже встретились один раз. Да, вы уже сказали, да. Один раз. Да, и Мартин Лютер тогда обозвал Цвингли свиньей. Այսը բուրդ է մեջ։ Նրանք անգամ մեկ անգամ հանդիպել են եւ Լյութերը Ցվինգլիին անգամ խոզ է անվանել։ Օ, լավ արել։ Да. Խոզա։
Թարգմանեմ այդ պահը Հովնան Չէ, ախպեր։ չէ, էս սենց Գիտեմ։ մենք Да, на самом деле считалось, что Цвингли в центре Европы более влиятельный, чем Лютер. Ընդհանրապես համարվում է, որ Ցվինգլին Եվրոպայի կենտրոնական շրջաններում ավելի ազդեցիկ էր, հայտնի էր, քան Լյութերը։ Да, Лютер говорил на немецком языке, Եվ Լյութերը խոսում էր գերմաներենով, а Цвингли на французском. բայց Ցվինգլին խոսում էր ֆրանսերեն։ И карьера Кальвина только-только начиналась. Եվ Կալվինի կարիերան էլ նոր սկսվում էր։ То есть Кальвин станет номер один проповедником в Швейцарии после смерти Цвингли. Այսինքն Կալվինը կդառնա Շվեյցարիայում համար 1 քարոզիչը Ցվինգլի մահից հետո։ И Лютера и Цвингли стараются подружить, стараются сделать так, чтобы они были вместе. Եվ Լյութերին ու Ցվինգլին փորձում են ընկերացնել։ Потому что Да, потому что это представители немецкого христианства и французскоязычного христианства. Որովհետև նրանք գերմանական եւ ֆրանսիական քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչներ են։ Да, и они не находят друг с другом достаточно общего языка. Եվ նրանք մեկը մյուսի հետ բավարար ընդհանուր լեզու չեն գտնում։ Да, это в том числе и сильно вредит реформации. Եվ դա այդ թվում նաեւ շատ ուժեղ կերպով վնասում է բարեկարգության գործին։ Хорошо, братья, спасибо за ваше внимание. Спасибо вам очень. Вам тоже. Да, давайте помолимся буквально 10 секунд, и мы продолжим завтра. Хорошо? Да. Я помолюсь, Господь, благодарим Тебя за жизнь Лютера, за жизнь Цвингли, за жизнь Кальвина. Просим Тебя, Господь, вдохновляй нас, учи нас доброму и учи нас на их ошибках не повторять их ошибки, Господь. Помоги нам быть верными Тебе и послушными Тебе во всем. Просим Тебя во имя Иисуса Христа. Аминь. Amen. Спасибо. До свидания вам. До До свидания. свидания. До завтра.